Բարի օր սիրելի հերոստատիտող, այսօր պատրաստելու ենք թեղթով աղանթեր, շատ հեշտ է պատրաստվում, մի քանի պաղաթրիչ է պետք, ոնց տեսնում եք, ստեղ ունենք թեղթ, քանի որ թեղթի սեզոնը թեր կա, անպայման օգտվեք այս պաղաթատոմսից ու պատրաստեք, շատ մի քանի րոպեով կստանաք համովություն, խրխտան եւ մեր հայկական մրգերով մի աղանթեր։ Ստեղ տեսնում եք շերտավոր խմոր ենք օգտագործելու, Ստեղ ունենք կարակ, հալացրել ենք մի կտալ, ստեղ ունենք թեղթի ջամ կամ մուրաբա, որտեղ որ պետք է ավելացնենք իրատակը, որ ավելի ինտենս լինի, ավելի խիտ լինի համը։ Ոնց տեսնում եք, ստեղ մառանիկից պետք է օգտագործենք շաքարի փոշի ու դարչին։ Այսօր պատրաստելու ենք թեղթով աղանթեր։ Մեզ հարկավոր է թեղթի մուրաբա, 3 հատ թեղթ, շաքարի փոշի և դարչին, շերտավոր խմոր, մի գտալ հալած կարակ։ Սկզբում ինչ ենք անում, ուրեմն թեղթերը այսպես կտրատելու ենք ու փարակ շերտեր ենք հանելու, այսինքն սենց։ Մի հատ ցույց տամ, որ տեսնեք։ Այսպես ու պետք է շարունակենք, որպեսզի փարակ շերտերը ստանանք ու միաժամանակ երբ որ աղանթերի վրա շարենք կամ խմորի վրա շարենք, իրենք ունենան նույն տեսքը, պետք է լինի փարակ եւ ոչ շատ հաստ։ Այսպես։ Իրականում այս քաղցրը կամ կարող ենք ասել այս աղանթերը կարող ենք պատրաստել նաեւ դանցով։ Եթե միջև այս հաղորդումը դիտելնիդ արդեն շուկայից ստեղծը դուրս է եկել, կարող եք դանցով էլ պատրաստել, նույնիսկ կարող եք խնձորով իրականության մեջ։ Հիմա մյուս կողմից այսպես երևի մեր սակոն որ մոտիկանա, ես ցեզ ցույց կտամ ոնց է այդ տեսակ փարակ դուրս հանելու ու վերջում այսպես հանել։ Հազիվ սակուն մոտիկացավ, ես վատ եմ գտրում։ Եվ այսպիսով շերտերը ավելացնելու ենք, նայած թեղթը, քանի որ թեղթեր կա, որ դուրսի մասը շատ շուտ է պոկվում, բայց թեղթեր կա, որ գուդի հետ շատ կպածա։ Բայց կարևորը ցենց սլայսներ եք ստանալու, այսինքն շերտեր, թեղթի շերտեր։ Ես մոտավոր հաշվել եմ, որ ամեն մեկ խմորի վրա պետք է ինչ-որ 4-ից 5 հատ տնեմ, սո հիմա պետք է շարունակենք այս գործողությունը։ Չերոցը արդեն մենք նախապես տաքացրել ենք 180 աստիճանի եւ իրան եփելու ենք մոտավոր 20-ից 30 րոպե, շատ արագ է եփվում իրականում։ Անցնում ենք հաջորդ թեղթին։ Այսպես մեր թեղթերը կտրատելու ենք։ Շատ հեշտ է պատրաստվում, ուղղակի ժամանակ առնողը այս թեղթերը կտրատելն է։ Դու տեսար այդ թեղթը ինգավ։ Ոչ թե ուրիշ բան ժամանակ չի առնում։ Մեկ էլ արդեն չերոցում կթնենք ու կսպասենք եփվելը։ Շատ համով է հայկական թեղթերը իրականում, հիմա ես գդրում եմ, բայց չեմ դիմանում, բայց չեմ ուզում ուտեմ, որպեսզի մեկ էլ աղանթերը ուտեմ։ Հիմա ինչ ենք անում։ Այստեղ պատրաստել ենք սինին, մեր խմորը բացելու ենք, կարող ենք ստեղ աշխատել, քանի որ մաքուր է։
մեջտեղեն կիսում եմ, հետո 3 մասի եմ բաժանում, այսինքն չափը այնքան էլ կարևոր չէ, ոնց կուզեք այդքան կանեք։ Մի հատ բադրակաղ ենք վերցնում, ձագելու ենք խմորները, այսպես, բայց մեջտեղի մասը ոչ թե ծայրերը, այսպես, քանի որ երբ որ թեղցի ջամը տնենք, ուզում ենք էդի խմորի մեջ ներծծվի, դրա համար մեջտեղի մասը ծակծկելու ենք։ Էսի երբ եք պատրաստում, երբ որ շատ անագնգալ հյուրեր եք ունենում ու մի հատ ձեր սառցախցիկում ունեք խմոր պատահական արեր եք թրել եք ու սառնարանում տեղց ունեք։ Հանում եք երկուքը ու պատրաստում եք։ Հիմա ուզում եմ այստեղ մի քիչ սենց անել, որ գործողությունը իդեալական տեսնեք։ Վերցում եմ մի հատ թքալ կամ քթալ և ջամից այսպես մեջտեղի մասը տարածում եմ։ Հիմա արդեն պետք է շարենք թեղցերը, իսկ ոնց ենք շարում թեղցերը, այսպես, մոտավոր ամենմեկուն 4 հատ երևի, կարող եք ամենավերջում տնեք ամենաանուշիկները, որպեսզի լինի պրեզենտաբլ, այսինքն ներկայանալի։ Ես գիտեմ, որ մեկ եթերում օգտագործում եմ անգլերեն բառեր, բայց շատ շուտ հետո հայերենն եմ ասում, ասել է թե ուսուցողական ա լինում։ Եվ ոչ թե ես օտար երկրի լեզու եմ օգտագործում, չէ՞, համաձայն եք։ Ստեղից ընտրենք լավերը ու շարունակենք։ Okay. Ինչ ենք անում։ Այս մեր խմորները վերցնում ենք։ Ու տեղադրում ենք սինիի վրա։ Դուք պատկերացում եք համը ինչքան համով է լինելու։ Ես արդեն պատկերացում եմ։ Ավելի ճիշտ գիտեմ ինչքան համով է, բայց արդեն հիշում եմ։
Ուպս, ես մի քիչ մոտիկ եղավ, կարող ենք սենց դնել։ Okay. Սրանք վերցնում եմ ու շարունակում ենք։ Մի անդոջարվենք, սավայով, ու շարունակենք։ Քանի որ կարագը տակացրել ենք մի տետև, որպեսզի ինքը չրիկ լինի, ես ուզում եմ ծայրերը քսեմ ու հետո ուղարկենք ջրոց։ Այսպես կողքերը անում ենք։ Մի քիչ էլ տեղցերի վրա։ Իրականում շատ հեշտ է, ոչ մի խոհարարական հմտություն չի պահանջում, դրա համար ես մեկ-մեկ այսպիսի բաղադրատոմսեր եմ ցույց տալիս ձեզ, որ դուք անվախորեն պատրաստեք ու չասեք, որ կարողա լավ ելլե, լավ չելլե, կհաջողի կամ չի հաջողի։ Okay. Գնում ենք ջրոց։ Wow. Wow, wow. Op, 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 op. Oh my god. Մի հատ սակո մոտիկից նկարենք այս ցայնը։ Ուզում եմ փոշի շաքար ավելացնեմ։ Ավելացնում եմ մի քիչ դարչին։ Վայ, ինչ հոդեր, ինչ հոդեր, ինչ հոդեր։ Հիմա վերցնում ենք մի հատ այսպիսի մի առողջություն։ Ու ավելացնում ենք մեր ափսեի կամ մատուցման ափսեի մեջ։ Երևի 4 հատ տնենք, որ գեղեցիկ մնա։ Այդ երկու հատն էլ օպերեյթորներում կթողենք կուտեմ։ Մի հատ նայեք, մի հատ նայեք, մի հատ նայեք։ Անուշիկ, համով, խխտան, հեշտ պատրաստվող։ Բոլոր մթերքները հասանելի են
Այսինքն ոչ մի պատճառ, ոչի պատճառաբանություն չունեք չպատրաստելու, կնեղանամ, եթե չպատրաստեք։ Եթե սիրտենիդ քաղցր ա ուզում, ձեր ընտանիքի համար շատ արագ կպատրաստեք, նույնիսկ քույրեր, եթե պիտի քան, մի քանի րոպեում կպատրաստեք եւ կվայելեք։ Դե ինձ սիրելիներս, գիտեմ, որ ուզում եք փորձարկենք իրար հետ, քանի որ այդ դեսախցիկից ենգոմ ուսկում եք համերը, եթե ես ուտեմ, գիտեմ։ Երևի մի հատ այսպես բռնեմ եւ գծեմ կամ խածնեմ։ Մի քիչ տաք է, բայց it's okay։ Նայեք ինչքան անուշիկ է եւ հետաքրքիր։ Oh my god, շատ համով, շատ համով, և շատ թեթև, մի հատ էլ եմ ուզում ուտեմ, վաու, ուզում եմ պագեմ աչկերս, վայելեմ համը, oh my god, տեղծի սիրահարների համար իդեալական, միրգով աղանդեր սիրողների համար իդեալական, ընդհանրապես քաղցր սիրողների համար իդեալական եւ ոչ շատ քաղցր սիրողների համար իդեալական, որովհետեւ ինքը շատ քաղցր չէ։ Սիրելիներս, անպայման կպատրաստեք, ասում եմ, շատ հեշտ է պատրաստվում, պատճառաբանություն չեմ ընդունի, ինձ գկրեք, եթե հավանել եք այս պաղացրադոմսը եւ չմոռանաք հետևել Համի Գաղտնիք էջերին Facebook եւ Instagram եւ իհարկե բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի պատճ չտոնեք ոչ մի հաղորդում, ոչ մի backstage, ոչ մի ծիծաղելի մոմենտներ, ոչ մի բան։ Մենք դալիս ենք ամեն օր ցեզ համովություն, դուք էլ բաց մի թողնեք այս համովությունները, դուք էլ պատրաստեք մեր նման վայելեք։